Գործընկերներ, ֆինանսավարական և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Հայկ Ֆարմանյանին ներկայացնելու համար ձայնը տրվում է խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանին, համեցեք։ Շնորհակալություն, հարգելի գործընկերներ, ուրախ եմ, որ ինձ առիթ է ընձեռնվել ներկայացնել Ուժեղ Հայաստան դաշինքի կողմից առաջադրված ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու իմ լավ ընկեր, պարոն Հայկ Լևոնի Ֆարմանյանին։ Համոզված եմ, որ պարոն Հայկ Ֆարմանյանը իր մասնագիտական փորձով և ոլորտային գիտելիքներով նոր շունչ կհաղորդի այս ոլորտում ֆինանսական վերահսկողության մակարդակի բարձրացմանը և կնպաստի ոլորտին առնչվող խորհրդարանական գործիքակազմի արդյունավետ իրականացմանը։ Հայկ Լևոնի Ֆարմանյանը ծնվել է 1980 թվականի փետրվարի 3-ին Երևանում։ Կրթություն է ստացել Երևանի նախնական կրթությունը թիվ Երևանի 170 միջնակարգ դպրոցում, 2000 թվականին գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը, ստանալով տնտեսագետի որակավորում բակալավրի աստիճան։ 2002 թվականին գերազանցությամբ ավարտել է նույն ֆակուլտետի մագիստրատուրան, ստանալով տնտեսագիտության մագիստրոսի աստիճան։ 2002 թվականին ընդունվել է Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտի ասպիրանտուրա, 2004 թվականին ֆինանսներ, դրամաշրջանառություն և վարկ մասնագիտությամբ պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն Հայաստանի Հանրապետության արժեթղթերի երկրորդային շուկայի ձևավորման հիմնահարցերը թեմայով, ստանալով տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան։ 2013 թվականին ստացել է դոցենտի գիտական կոչում։ Հայկ Ֆարմանյանը 2006-ից 24 թվականները դասավանդել է Հայաստանի Հանրապետության մի շարք բուհերում, այդ թվում Երևանի պետական համալսարանում, տնտեսագիտական համալսարանում, Հայրույց Սլավոնական համալսարանում, պետական եկամուտների կոմիտեի ուսումնական կենտրոնում։ 2010 թվականին Երևանի պետական համալսարանի ֆինանսներ ամբիոնում հիմնադրել է մաքսային վարչարարություն ակադեմիական առարկան։ Հայկ Ֆարմանյանը մի շարք գիտական հոդվածների հեղինակ է, ինչպես նաև հեղինակել է մաքսային վարչարարության 300 հարց և պատասխան ուսումնական ձեռնարկը։ 2002 թվականին պետական եկամուտների կոմիտեի կողմից 100% արդյունքով շնորհվել է պարոն Ֆարմանյանին մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորում։ Հակիրճ նաև պարոն Ֆարմանյանի աշխատանքային գործունեության վերաբերյալ։ 2001-ից 2002 թվականը պարոն Ֆարմանյանը հանդիսացել է Հայաստանի ֆոնդային բորսայի խորհրդի անդամ, Արտշին Բրոկ ՍՊԸ տնօրեն։ Իմ տեղեկություններով եղել է ֆոնդային բորսայի ամենաերիտասարդ տնօրենը և ֆոնդային բորսայի ամենաերիտասարդ խորհրդի անդամը և ամենաերիտասարդ տնօրենը նաև ֆոնդային բորսայի մասնակից ընկերության։ 2006-ից 9 թվականներին աշխատել է մաքսային պետական կոմիտեի հետբացթողումային հսկողություն, մաքսային գործի ռազմավարության և միջազգային հարաբերությունների հարկային և մաքսային վարչարարության, ռազմավարության և պլանավորման վարչություններում որպես մաքսային տեսուչ, այնուհետև ավագ մաքսային տեսուչ։ 2009-ից 12 թվականներին պետական եկամուտների կոմիտեի մաքսային մարմինների համալիր ստուգումների բաժնի պետ։ 13-ից 14 թվականը գործարար միջավայրի հետազոտման և մոնիթորինգի, այնուհետև մաքսային մեթոդաբանության բաժնի պետ։ 14-ից 16 թվականները Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության վարչարարության մեթոդաբանության ընթացակարգերի և սպասարկման վարչություն մաքսային մեթոդաբանության բաժնի պետ։ 16-ից 18 թվականները ՊԵԿ Զվարթնոց մաքսատան մաքսային ձևակերպումների, այնուհետև արևմտյան մաքսատուն վարչության մաքսային ձևակերպումների բաժնի պետ։ 2018-ից 19 թվականներին ՊԵԿ արևմտյան մաքսատուն վարչության բեռնային համալիրի մաքսային ծառայության ղեկավար։ 2019 թվականին Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի ապօրինի հրամանով Հայկ Ֆարմանյանը ազատվել է մաքսային ծառայությունից
այնուհետև բոլոր դատական արձաններում հաղթել է եւ պետությունից ստացել ֆինանսական փոխհատուցում։ 19-ից 26 թվականներին պարոն Ֆարմանյանը զբաղվել է մասնավոր եւ մասնագիտական գործունեությամբ, այդ թվում հանդիսացել է FH-ՍՊ-ում որպես գլխավոր մասնագիտական խորհրդատու, մաքսային ձևակերպումների մասնագետ, FTC ՍՊ տնօրեն, Բագրևանդ House ՍՊ կառուցապատող ընկերության տնօրեն, ունի մաքսային ծառայության մայորի հատուկ կոչում։ Ընտանեկան կարգավիճակ պարոն Ֆարմանյանը ամուսնացած է, ունի դուստր եւ որդի։ Վստահ եմ, որ պարոն Ֆարմանյանի գիտելիքները ֆինանսավարկային եւ բյուջետային հանձնաժողովում որպես նոր ներուժ եւ խթան օգտակար կլինեն ոլորտում թափանցիկության բարձրացման եւ խորհրդարանական վերահսկողության բարձրացման հարցերում։ Շնորհակալություն։ Հարգելի գործընկերներ, այժմ կարող եք գրանցվել Հայկ Ֆարմանյանի տեխնատության վերաբերյալ հարցեր տալու համար։ Գրանցում։